Հատուկ մեր սիրելի հայրենակից դմբոների համար կարդում ենք Հայաստանի Հանրապետության խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 18-րդ հոդվածը։ Ուշադիր։ Պետությունը կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին, այսինքն հոգևորականներին, վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք, կրկնում եմ, քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք, այլ քաղաքացիների հետ համահավասար, այսինքն հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, քահանաները, սարկավակները բոլորը իրավունք ունեն ասելու, որ Հայաստանում 385 եկեղեցի հանձնած, մոտավորապես 150,000 հայ առաքելական եկեղեցու հետևորդի անօթևան թողածը, Արցախը հանձնածը իրավունք չունի Հայաստանում լինելու իշխանության։ Եվ սրա հակառակը զրկելը Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում կրոնական կազմակերպության սպասավորներին իրենց քաղաքական իրավունքներից կլիներ ապօրինի, հակաքաղաքակրթական, միջազգային իրավունքի խախտում։ Էնպես որ, սիրելի եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, տերհայրեր, վարդապետեր, սարկավակներ, հանգիստ կարող եք արտահայտել ձեր մտքերը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը խախտածը, պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը, իրավունք չունի լինելու Հայաստանում իշխանության։